Իրանում երրորդյա սուք է, հարյուրավոր զոհեր, վիրավորներ կան, զուգահեռ կառավարամետ երթեր են։ Որտեղից է փչում իրանական հեղափոխական քամին, շահի որդին ապստամբության կոչ է անում։ Բաքվում է Միացյալ Նահանգների պատվիրակությունը, սեղանին Թրամփի ուղին։ Ներմուծել ադրբեջանական բենզին, արտահանել հայկական պտուղ բանջարեղեն, իրատեսական է արդյոք տնտեսական այս ակտիվությունը։ Չօգտագործել այլ երկրների անունը շահադիտական նպատակով, հայտարարություն Չինաստանից Գրենլանդիայի մասին։ Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Ղարիբաշվիլին ընդունել է մեղքը։ Ով պետք է մաքրի տնտեսվարողի ոտքի տակը, քաղաքապետը դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից։ Պարգևավճարների հարցը թոփ թեմա, ով ինչքան է ստացել եւ ինչու։ Սուր շնչառական վարակները չեն նահանջում, թիրախում մանկահասակ երեխաներն են։ Եվ ողբերգական դեպք Արթիկում քաղաքացին մնացել է բետոնե ծածկի տակ։ Բարի երեկո արգել է հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես օր-օրի ավելի են թեժանում իրանական կրքերը, կրակը ավելի են բորբոքում Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները, թե եթե Թեհրանը շարունակի բիրտուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, ապա Միացյալ Նահանգները կոշտ միջամտություն կանի։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է հակամարտության, բայց նաև պատրաստ է բանակցությունների։ Միևնույն ժամանակ երկու զուգահեռ իրականություններ են հարևան երկրում՝ ցույցեր ընդդեմ գործող իշխանության եւ երթեր ի աջակցություն կառավարության։ Օր 15-րդ Իրանում ցուցարարների եւ կառավարական ուժերի միջև բախման արդյունքում զոհերի թիվը տարբեր տվյալներով, նաեւ միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ մի քանի հարյուրի է հասնում։ Տեղեկություններ տարածվեցին, որ զոհվածների մեջ կա նաեւ Իրանի հայ քաղաքացի։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին։ Իրանի փողոցներում դիահերձարանների դիմաց հերթեր են։ Իրանում ստեղծված լարված ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմն է քննարկումներ անցկացրել Իրանի վրա հնարավոր հարձակման համար։ Դրան զուգահեռ Թրամփը հայտարարել է, թե Իրանի ղեկավարությունը բանակցությունների խնդրանքով դիմել է իրեն։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Թրամփը սակայն վերջնական որոշում չունի եւ քննարկում են մի քանի տարբերակներ։ Իրանի առաջնորդները զանգահարել են, որ հանդիպումը կազմակերպվի։ Նրանք ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչև հանդիպումը։ Թրամփը ինքը սկզբից փորձում է ուժ կիրառի, հետո նոր բանակցային սեղանի շուրջ նստի։ Իր, այսպես ասած, ձեռագիրն է տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում։ Սկզբից ճիպոտ, հետո նոր արդեն անցնում է այս բանակցային գործընթացներին։ Ռազմական հարցերով փորձագետը սակայն հնարավոր չի համարում, որ ԱՄՆ-ն իր դեմքով գնա որևէ ռազմական գործողության։ Այստեղ ըստ Հովհաննիսյանի կարևոր է Իսրայելի դերակատարությունը, այդ երկիրն ավելի շատ շահագրգռվածություն ունի հարվածներ հասցնելու Իրանին։ Հնարավոր եմ համարում Իսրայելի կողմից հարձակումները, բայց ոչ այլ որևէ երկրի։ Միգուցե, ինչպես որ նախադեպը դրա եղել է, որ Իսրայելը իր դաշնակիցների տարածքները, օդային տարածքները օգտագործի։ Իրանական փորձն է ցույց տվել, յուրաքանչյուր ռազմական հարձակման Իրանը արժանի հակահարված է տալիս։ Դրանք կարող են լինել տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան եւ իսրայելական բազաներ, դեսպանատներ։ Թե Ամերիկան եւ թե Իսրայելը փորձում են իշխանափոխություն իրականացնել, ինչը որ էականորեն կնվազեցնի նաեւ թիրախների վրա հարձակումը Իրանի կողմից, դեսպանատների, ամերիկյան ռազմաբազաների եւ այլն։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ, ինչպես իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի դեպքում, այս անգամ էլ Իրանի հանդեպ հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը չի խառնվի գործընթացներին, գտնվելով Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունների մեջ։ Այստեղ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը, այդ երկիրը ծանրության ուժը Միացյալ Նահանգների կողմն է պահել եւ այդքան էլ դեմ չէ, որ Իրանում իշխանափոխություն տեղի ունենա։ Ադրբեջանի պարագայում այս անգամ ըստ փորձագետի Ալիևը բաց խաղաքարտերով է իրականացնելու իր գործողություններն Իրանի դեմ։ Նախորդ անգամ Ադրբեջանը չի պատժվել Իրանի կողմից, այլ նախադեպը եղել է, գործողությունները եղել են եւ Իրանում է համոզված են, որ եղել է, բայց ամեն դեպքում չի պատժվել։ Ցանկացած ագրեսիա մեր վրա բացասական հետևանքներ ունենա։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն է գնահատական տվել երկրում ստեղծված վիճակին, հայտնելով, թե այդ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում։ Իրանում արտասահմանյան դեսպանների հետ հանդիպմանը առաջին հայտնել է, թե սկզբում ցույցերը խաղաղ էին։ Իշխանությունները բանակցություններ են սկսել գործարարների հետ տնտեսական խնդիրներին
լուծում գտնելու նպատակով, սակայն հետո ըստ Արաղչի ցուցարարներին ահաբեկչական խմբավորումներ են միացել։ Իշխանությունները հստակ ապացույցներ ունեն, որ ցուցարարները կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Այս ֆոնին ԱՄՆ Իրանին սպառնում է բռնությամբ եւ ապակայունացմամբ։ Ճնշումներ են Իրանի վրա գործադրվում նաև եվրոպական երկրներից։ Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքել են նաև Եվրամիությունից։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է պատրաստակամություն հայտնել լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել ի պատասխան ցուցարարների հանդեպ դաժան ճնշումների։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կարծես նշմարվում է, թե իրանական հեղափոխական քամին որտեղից է փչում եւ որ ուղղությամբ։ Իրանի վերջին շահի որդին հայտարարել է Իսլամական Հանրապետությունը տապալելու եւ Իրանի ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկի մասին։ Ռեզա Փահլավին կոչ է արել Իրանի ներսում քաղաքների կենտրոնական փողոցները գրավելուց հետո ռեժիմի քարոզչության եւ հաղորդակցության խափանման համար պատասխանատու բոլոր հաստատություններն ու ապարատները համարել օրինական թիրախներ։ Պետական հեռուստատեսությունների աշխատակիցները, ինչպես նաև զինված եւ անվտանգության ուժերի անդամները ունեն ընտրություն՝ կանգնել ժողովրդի կողքին, դառնալ ազգի դաշնակիցներ կամ ընտրել ժողովրդի մարդասպանների հետ գործակցությունը եւ կրել ազգի մշտական ամոթն ու դատապարտումը, հայտարարել է Փահլավին։ Արդեն 3 օր է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկություններ չունի հարևան Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերի տեղանքներից։ Մեր հայրենակիցների հետ չեն կարողանում կապ հաստատել, ինչը կառույցի ղեկավարի բնորոշմամբ անհանգստացնող է։ Ինչպես Իսրայելի հետ ռազմական 12-օրյա բախումների ընթացքում, այնպես էլ հավանաբար այսօրվանից սկսած ռեսուրսներ կփորձեն կենտրոնացնել հայ-իրանական ցամաքային սահմանին տեղում սահմանը հատող քաղաքացիներից փորձելով տեղեկություններ հավաքագրել։ Ինչ վերաբերում է Սիրիայում երբեմն ահագնացող իրավիճակին, ապա Զարե Սինանյանը այնտեղ գտնվող հայերին կոչ է արել վերադառնալ Հայաստան։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Բաքվում է Միացյալ Նահանգների պատվիրակություն Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ հանդիպմանը ԱՄՆ առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Գրեսը քննարկել է Թրամփի ուղի նախագծի իրականացման հեռանկարները։ Կողմերը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին։ Այդ երկրի արտգործնախարարությունը հայտնում է, որ քննարկել են նաև ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների Ադրբեջանի լոգիստիկ եւ ենթակառուցվածքային կարողություններին ծանոթացման հնարավորությունները։ Եվ մինչև շարունակվում են քննարկումները TTIP-ի շուրջ, ով ինչ ներդրում պետք է կատարի միջազգային այս հանգույցում, Հայաստանում փորձագիտական շրջանակներն են փորձում հասկանալ, ինչ կարող է արտահանել Հայաստանը Ադրբեջան։ Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկ են փոխանակել, որտեղ հայկական պտուղ բանջարեղենի, խմիչքների ու տարատեսակ ապրանքների կողքին ադրբեջանական բենզինն ու էլի նավթային ապրանքներ կան։ Այնուամենայնիվ, հայ մասնագետները լավատես չեն, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ակտիվ առևտուր լինի։ Ավելի քան 4000 տոննա ռուսական հացահատիկով եւ շուրջ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքով են բեռնված վագոնները, որ Բաքվից Երևան ուղղություն են վերցրել։ Դարձյալ այս ապրանքատեսակներն են ճանապարհին։ Մասնագետների գնահատմամբ առերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքի շրջանակում։ 7600 տոննա էներգագրից 6100-ը բենզին է, մյուս մասը դիզել։ Մինչև տեղ կհասնեն այս տարվա առաջին շաբաթվա ամփոփ տվյալներով Ադրբեջանի երկաթուղով Հայաստան միայն ռուսական հացահատիկ են բերել 8485 տոննա։ Հակառակ ուղղությամբ, այսինքն Հայաստանից Ադրբեջան գնացքներն այդպես էլ եւ ոչ մի բան չեն տարել։ Ադրբեջանի նպատակը խնդիր չունի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը վերականգնելու։ Չի բացառվում իհարկե հետագայում մոտակա ամիսների կարող է 1-2 ապրանքատեսակ թույլ տան, որպեսզի վաճառվի Ադրբեջանում, զուտ ցույց տալու համար, որ արդեն խաղաղությունն է, վերականգնվել է առևտրաշրջանառությունը եւ այլն։ Դա չի բացառվում։ Բայց Ադրբեջանը բնավ նպատակ չունի Հայաստանի տեսփայի դրության միջոց ապրանքները արտանելու։ Հայաստանն է կախված Ադրբեջանի ներկայվող ապրանքներից։ Ադրբեջանը այդ ներկայվող ապրանքներից կախված չէ։
Այս այն մտցում հայաստանական գիտակցության մեջ անողակի։ Իսկ թեկուզ քաղաքական ակցիայի շրջանակում ինչ կարող է Հայաստանն արտահանել ադրբեջանական շուկա, եթե նախորդ տարեվերջին վարչապետն օրինակ այն համոզմունքն ուներ, որ Երևանից բեռուբարձով գնացքները Բաքու հետ չեն դառնում, որովհետև 30 տարի միայն բեռնատար ավտոմեքենայի ծավալով է մեր տնտեսությունն իր պլանավորումն արել, ապա այժմ տեղեկանում ենք Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցուցակներ են իրար փոխանցել, թե օրինակ Հայաստանն ինչ կարող է գնել Ադրբեջանից եւ վերջինիս ինչ վաճառել ու ճիշտ հակառակը։ Պրոցես գնում է, երբ որ նորություններ կլինեն, կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում։ Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, տեքստիլ արտադրանքներ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ խմիչքներ։ Սրանք այն ապրանքներն են, որոնք տեղ են գտել Հայաստանից Ադրբեջան ուղարկված ցուցակում։ Սրանք կարող ենք արտահանել, փակագծերն էկոնոմիկայի նախարարն է բացում։ Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք եւ Ադրբեջանը ներմուծում է։ Եվ հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Միևնույն ժամանակ, սակայն փորձագիտական համայնքում այնքան էլ լավատեսական չեն կանխատեսումները։ Տնտեսագետն ասում է, իդեալական ապրանք արտահանենք, մի խնդիր հաստատ կկարողանան մոգոնել։ Ինչ պտուղներ ենք առաջարկելու, միրգ ենք առաջարկելու։ Ադրբեջանում այն պտուղը, որը Հայաստանում չի աճեցվում, աճեցրած մասին չեմ խոսում, դա բազմակի անգամ թանկ է, որ Թուրքիայից ներգրվում է Հայաստանը վաճառվում է, չէ՞։ Եվ վերաարտահանման միջոցով ընդհանրեն գնում է Ռուսաստան կամ Հյուսիսային երկրներից մեկը, նա Ադրբեջանի նույն առաջարկած մոդելից, նույն ապրանքի, նույն գնից առնվազն 150-200% տարբերությամբ Ադրբեջան ավելի էժան է։ Դարձ ի շրջանս յուր, ինչ վերաբերում է մեր ներկրած ադրբեջանական բենզինին, էկոնոմիկայի պատասխանատու պաշտոնյան ակնկալիք ունի նախորդ ամսվա գների համեմատ 1 լիտր բենզինն ու դիզելը կշարունակեն մինչև 80 դրամ էժան լինել։ Տեղեկացնում է նաև նույն զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները, այսինքն նրանք, որոնք ադրբեջանական վառելիք չէին ներկրել, գները սակարկելու ուղղությամբ եւս աշխատում են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Չօգտագործել այլ երկրների անունը շահադիտական նպատակով հայտարարություն Չինաստանից Գրենլանդիայի մասին։ Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Ղարիբաշվիլին ընդունել է մեղքը։ Ով պետք է մաքրի տնտեսվարողի ոտքի տակը, քաղաքապետը դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից։ Պարգևավճարների հարցը թոփ թեմա, ով ինչքան է ստացել եւ ինչու։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Միացյալ Նահանգները պետք է չօգտագործի այլ երկրներին իր շահադիտական նպատակներն արդարացնելու համար, այսպես է մեկնաբանել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Թրամփի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, որպեսզի կղզին չհայտնվի Ռուսաստանի եւ Չինաստանի տիրապետության տակ։ Մաոնինը ներկայացրել է Պեկինի տեսլականը, որ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների իրավունքներն ու ազատությունները Արկտիկայում օրինական գործունեություն ծավալելու համար։ Հիշեցնեմ, նախորդին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսպես թե այնպես վերահսկողություն կհաստատի Գրենլանդիայի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում այդ տարածքը կանցնի Ռուսաստանի եւ Չինաստանի հսկողությանը։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը անդրադարձել է նաև Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, նշել Պեկինը հույս ունի, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները եւ պահպանել ազգային կայունությունը։ Չինաստանը ըստ դիվանագետի մշտապես հանդես է գալիս այլ երկրների ներքին գործերին միջամտելու դեմ եւ կողմ է, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը լիարժեքորեն պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։ Թեհրանը պատրաստ է Դոնալդ Թրամփին մեջբերում եմ անմոռանալի դաս տալ, եթե Վաշինգտոնը հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Սա էլ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանական պետական հեռուստաընկերության փոխանցմամբ իրանցի պաշտոնյան դիմելով ԱՄՆ նախագահ Թրամփին ուղիղ ձևակերպել է. «Լսել եմ, որ դու սպառնացել ես Իրանին, արի եւ տես, թե ինչպես Մերձավոր Արևելքում ձեր ողջ ներուժը կոչնչացվի»։
Իրանի արտգործնախարարությունն կանչել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններին, հայտնում է իրանական TASNIM գործակալությունը։ Այդ երկրները հրապարակավ աջակցություն են հայտնել երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու անկարգություններին, ինչպես նաեւ դրանց մասնակիցներին։ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են նաեւ Լոնդոնում Իրանի դեսպանատուն ներխուժման պատճառով։ Ցուցարները մտել են դեսպանատուն, պղծել Իսլամական Հանրապետության դրոշը։ Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Յուսուֆին դատապարտել է, մեջբերում եմ բրիտանական ոստիկանության ակնհայտ ձախողումը Լոնդոնում Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու եւ օրենքը խախտողների դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ եւ ընդունել է իր մեղքը։ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախկին պաշտոնյան նաեւ տուգանվել է 1 միլիոն լարի $370,000 չափով որպես լրացուցիչ պատիժ։ Ղարիբաշվիլին կեղծ հայտարարագիր է ներկայացրել իր եւ ընտանիքի ֆինանսական միջոցների վերաբերյալ, մասնավոր բիզնեսում անօրինական մասնակցությամբ ստացված գումարը շրջանառել է օրինական ճանապարհով, 1.3 միլիոն $, ներդրել ընտանիքի անդամի անունով գրանցված ՍՊԸ-ում։ Քննչական գործողությունների արդյունքում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է 6.5 միլիոն $։ Եվ կրկին մեր երկիր գործադիրի եւ դատական մարմինների ներկայացուցիչները պանելային քննարկման ժամանակ արձանագրել են, որ դատական համակարգում բազմաթիվ են խնդիրները, հատկապես քրեական արդարադատության ոլորտում։ Վճռաբեկ դատանի նախագահը բացատրել է, որ ոլորտը զգայուն է, մարդու իրավունքները հենց այստեղ են առավել ինտենսիվ սահմանափակման ենթարկվում։ Նա փաստել է նաև, որ արդարադատությունը Հայաստանում ուշանում է, ինչը առաջացնում է հանրային վստահության դեֆիցիտի։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի սոցիալական պատասխանատվության իր մասնաբաժինը եւ միայն այդ դեպքում մենք ունենանք բացարձակապես արդյունավետ արդարադատություն։ Ով է կրում պատասխանատվությունը երկրում արդարության եւ արդարադատության համար։ Կանայք են կրում պատասխանատվությունը եւ ես իմ ասածի մեջ բացարձակապես հումոր չկա, որովհետեւ կանայք տենց ստացվել է մեր երկրի բնակչության մեծամասնությունն են, որ դա էլ լեգիտիմության հետ կապ ունի եւ գոնե ես հավատում եմ, որ կանանց շրջանում օբյեկտիվությունը եւ ոնց ձևակերպեմ, որ կոռեկտ լինի, կոռուպցիոն մենթալիտետը ավելի պակաս է, քան տղամարդկանց։ Դատաքննության ժամկետները Հայաստանում շարունակվում են ձգձգվել, այստեղ խնդիրների մի մասը օբյեկտիվ է, գերակշիռ հատվածը սակայն սուբյեկտիվ է։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուի Գալյանն այսօր խոսել է արդարադատության համակարգի արդիական խնդրի մասին, նշել, որ 2019-ից դատավորի 80 հաստիք է ավելացել, աշխատավարձերը բարձրացել են 40%, կառավարությունը վերականգնել է ամրագրված դատաքննության կարգը եւ ներդրել դատաքննության պրոցեսը արագացնող եւ պարզեցնող այլ կարգավորումներ։ Այդուհանդերձ դատական գործերի մի հատվածը շարունակում է քննվել ողջամիտ ժամկետների ակնհայտ խախտումներով։ Դա երևում է նաև գլխավոր դատախազությանն ուղղված դիմում բողոքների քննության արդյունքում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Մայրաքաղաքի օդի որակից մինչև ամենօրյա դարձած խցանումներ գործակարգավարական նիստի օրակարգում են եղել։ Քաղաքապետը դժգոհել է վարչական շրջաններում իրականացված ձնամաքրման աշխատանքներից, նշել, որ չի կարելի թերությունների վրա աչք փակել լավամարդ դուրս գալու համար։ Մինչև հիմա տնտեսվարողների շատերը չգիտեն, որ իրենց ոտքի տակը իրենք պետք է մաքրեն։ Ավագանու որոշումն է, հիշեցրել է Ավինյանը։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը
եւ ինձ ասում է ինձ սրա համար փող պետք է տաք։ Քաղաքապետը գործակարգավարական նիստում դժգոհեց տնտեսվարողները չգիտեն, որ ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնեսներ, պարտավոր են ձնամաքրման աշխատանքների մասնակցել։ Աբինյանի խոսքով ամանորին առաջնային եւ երկրորդային ճանապարհների ձնամաքրման հետ կապված գրեթե խնդիրներ չեն ունեցել, բայց վարչական շրջանների կատարած աշխատանքի առնչությամբ դժգոհություն կա։ Բավարարչափով ջանք չի գործադրվել, որ մասնավոր տնտեսվարողները իրենց կառույցների դիմացի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարեն, ինչը իրենց պարտականությունն է։ Քաղաքապետի խոսքով կան վարչական շրջաններ, որոնք որևէ վարչական տուգանում չեն արել։ Հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինացված, ասենք անգամներով, տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտում է արձանագրում, քան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը։ Լավ ամառ դուրս գալը լավ բան չի։ Գործակարգավարական նիստում քննարկվել է նաև 18 ներդրումային ծրագրերի հարցը։ Սրա արժողությունը 10 միլիարդ դոլար է։ Օրինակ, մետրոյի Աջափնյակ կայարանի համար նախատեսվել է 98 միլիարդ դրամ։ Ֆինանսավորել է կառավարությունը, որևէ միջազգային կամ վարկային գործիքակազմ ըստ քաղաքապետարանի չի կիրառվել։ 2026-31 թվականներին այն փաստացի կիրագործվի, վստահեցնում է ներդրումային ծրագրերի իրականացման վարչությունից։ Նախագիծն ու շմակ փորձաքննություն ավարտված են։ Նախագծային աշխատանքները իրականացվել են 2021-25 թվականներին։ Քանի որ FIDI կարգավորումներով տեղ հսկողը վստահության ծրագրի ինժեներն է, այսինքն նաև ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։ Թվարկելով տարեսկզբյան անելիքները, Աբինյանն անդրադարձել է նաև օդի որակի խնդրին։ Նրա համոզմամբ կարողանալու են հետազոտել ինվենսիոն շերտը, այսպես կոչված կեղևը, որը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացման կանխատեսումներ իրականացնել։ Քանի որ քաղաքապետարանը ըստ Աբինյանի կենտրոնացած է օդի որակի խնդրի վերաբերյալ ավելի վերլուծական տվյալներ տալու եւ դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Առողջապահության վարչության պետն էլ տեղեկացրել է, որ 7 նոր շտապօգնության մեքենաներ են ձեռք բերել։ Նորությունները սպասվում նաև բուժաշխատողների աշխատավարձների առնչությամբ։ Ձեռք է բերվել պայմանավորվածությամբ ամբողջ տարածքում գործող շտապ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սահմանել մեկ համընդհանուր կանչի գին։ Կանչի վերանայման եւ բարձրացման արդյունքում կիրականացնենք բժիշկների բուժքույրերի եւ վարորդների աշխատավարձերի բարձրացում։ Քաղաքապետը անդրադարձել է նաև քաղաքում խցանումների խնդրին, նրա խոսքով 250 18 մետրանոց ավտոբուսների մուտքը նոր հնարավորություններ կստեղծի։ Աբինյանն ասել է հասնելու են այն կետին, որ առաջնային փողոցում, բացի հանրային տրանսպորտից, ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտք արգելվի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Բարձրաստիճան պաշտոնյաների յուղոտ պարգևավճարների թեման շարունակում է մնալ քննարկման թոփ թեմաների շարքում։ Գլխավոր հարցն է, ով ինչի համար է միլիոններով գումար ստացել տարեվերջին։ Օրինակ, ինչով է աչքի ընկել այն падգամավորը, որը խորհրդարանում միայն կոճակ է սեղմել, ձայնը չի լսվել, օրենք էլ չի գրել։ Մասնագետն ասում է, եթե պետությունը հարկատուից թափանցիկություն է պահանջում, ապա նույն սկզբունքը պետք է գործի այս դեպքում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 3.5 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգևավճար, իսկ կառույցի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1.7 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեի աշխատակազմին դեկտեմբերին եւս տրամադրվել է պարգևավճար։ Այստեղ էլ կառույցի նախագահը եւ նրա տեղակալները ստացել են շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգևավճար։ Վերջին օրերին տեղեկություն է տարածվում ուժային իրավապահ եւ պետական այլ կառույցներում պարգևավճարների մասին։ Արդյունավետության գնահատման սանդղակները ամենայն դեպս գոյություն չունեն, որևէ գերատեսչության ղեկավարի կառավարության որոշման մակարդակում, օրինակ մտել օրենքի մակարդակում Հայաստանում ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի։ Եթե մենք չենք գնահատում դատախազի արդյունավետությունը, բարեկային ծառայողի արդյունավետությունը, զինծառայողի աշխատանքի արդյունավետությունը, ապա անհասկանալի է դառնում ընդհանրապես ինչու են վճարվել։
պարգևավճարների։ Պետական կառույցներից խորհրդարանում օրինակ падգամավորները դեկտեմբերին 3,20,000 դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։ Հարկերը հանած։ Այս հատկացումներն արվել են մի քանի փուլով։ Օրինակ կան պարգևատրումներ տոների առիթով եւ պարգևատրումներ լավ աշխատանքի համար։ Կոնկրետ ազգային ժողովի դեպքում նոր տարվա Սուրբ Ծնունդի եւ եւս դեկտեմբերի 24-ի պարգևատրումը, որը երևի տնտեսված փողերն են եւ ինչի իման վրա է արվել, այնտեղ չի բացվում։ Շատ ավելի տաք ձմեռների պարագայում կամ մեղ ամառների պարագայում կոմունալ ծախսերը կարող են լինել պլանավորածից շատ ավելի նվազ։ Նման պարագայում, երբ որ կուտակվում են լրացուցիչ միջոցներ, բյուջե հետ փոխանցելու փոխարեն գնահատելով շուկայական աշխատավարձի ներկա վիճակը տրամադրում են պարգևավճարներ։ Լավ, թե որտեղից գումարը հասկացանք, այսպես թե այնպես պետական բյուջեից։ Մի կողմ թողնենք, թե ինչ կարելի է անել այդ գումարի հետ, այսինքն առաջնահերթությունների ընտրությունը չդիտարկենք։ Իսկ ինչով է խորհրդարանը աչքի ընկել արդյունավետության տեսանկյունից։ Եթե մենք սահմանում ենք падգամավորի աշխատանքի արդյունավետության սահմանակ, ապա падգամավորը օրենսդիր մարմնում պետք է նվազագույնը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած լինի։ Պետք է падգամավորը այլ падգամավորների կամ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերին եզրակացություն տված լինի, վերլուծած լինի, կարծիք արտահայտած լինի եւ այսպես շարունակ։ Պարգևատրման որոշումներից մեկով կառավարությունը գնահատում է տարբեր պետական կառույցների կատարողականները, այսինքն պարզ ասած գնահատում է պետական տարբեր գերատեսչությունների կատարածը եւ ըստ տարածել պարգևատրում է նրանց։ Այո, այդ մարդիկ լավ են աշխատել, դրա համար ստացել են պարգևավճար, այդ լավ աշխատելու հետևանքով էլ երկրի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը բարելավել է, դրա համար նրանք, այսպես ասած, վաստակել են այդ պարգևավճարը։ Խնդիրը այստեղ երևի այն է, իսկ դրա հետ համաձայն են արդյոք, այսպես ասած, լայն զանգվածները։ Ի վերջո, այս կամ այն կառույցի աշխատանքի որակը պետք է արտացոլվի քաղաքացիների կյանքում, այսինքն տարբեր ոլորտներում մարդիկ պետք է ռեալ զգան դրական տեղաշարժեր։ Եթե մարդիկ կարծում են, որ իրենց կյանքը իսկապես 25 թվականի ընթացքում լավացել է, մեծ մասը այդպես ասեն, ուրեմն այո, ամեն ինչ արդարացվեց։ Եթե ոչ, ուրեմն պետք է այլ պատճառ փնտրել, թե իսկ ինչու այդ դեպքում նրանք ստացան այդ պարգևատրումները։ Երբ հարկատուից պետությունը պահանջում է թափանցիկություն եւ ստվերի բացառում, պետք է նրա վճարած հարկերի ծախսման առնչությամբ էլ թափանցիկ լինի։ Իսկ պարգևավճարների ներկա համակարգը մեղմ ասած այդպես չէ։ Ըստ այդմ մարդկանց մղում է դեպի ստվեր։ Կոշտ ասած, դու ինձ չես ասում որտեղ եւ ինչի համար ես ծախսում իմ փողերը, ես էլ քեզ այլևս փող չեմ տա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրթական թեմաներ։ Եթե նախկինում երեխան դպրոց էր հաճախում առաջին դասարանում ինչպես բոլորը, ապա այժմ կարգը փոխվում է եւ աշակերտը իր տարիքին համապատասխան դասարան է ընդունվում։ Օրինակ 7 տարեկան երեխան այսօր կարող է միանգամից երկրորդ դասարան հաճախել, ինչը բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում։ Միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքները խախտվում են, մարդու իրավունքների պաշտպանին այս հարցով հասցեագրվել են բազմաթիվ դիմում բողոքներ։ Իսկ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ երեխաները բախվում են կրթական, հոգեբանական եւ սոցիալական լուրջ խնդիրների։ Խոսքը կրթական նոր կարգավորման մասին է, ըստ որի երեխային դպրոց ընդունելիս նա ընդգրկվում է իր տարիքին համապատասխան դասարան, անկախ այն բանից նախորդ դասարաններում սովորել է, թե ոչ։ Ավելի պարզ ասած, եթե երեխան առաջին անգամ դպրոց է գնում 7 տարեկանում, նա անմիջապես ընդգրկվում է երկրորդ դասարան։ Արձանագրվել է, որ այս երեխաների մոտ առկա են նաև առաջին եւ երկրորդ դասարանի կրթական նյութը զուգահեռ յուրացնելու հետ կապված խնդիրներ, այսինքն երեխաները որոշակի չափով ծանրաբեռնվում են, հաճախում են երկարօրյա խմբակներ, լրացուցիչ պարապմունքների միջոցով են փորձում լրացնել նյութը, ինչը նաև նրանց զրկում է իրենց հանգստի եւ ժամանցի եւ տարիքին համապատասխան խաղի մասնակցելու լիարժեք հնարավորությունից։ Մարդու իրավունքների պաշտպանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը առաջարկել է վերանայել գործող մոտեցումները, կատարելագործել օրենսդրական դաշտը եւ ապահովել անհատական երեխայակենտրոն կրթական միջավայր։ Կրթական գերատեսչությունը այս մոտեցումը հիմնավորում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրով, քանի որ շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխային դպրոց տանել, կարծելով, թե նա դեռ պատրաստ չէ ուսումնական գործընթացին։ Արդյունքում նախարարությունը որպես լուծում ներդրել է այս մեխանիզմը։ Կրթության նախարարությունից ժամին պարզաբանում են, թե ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց համաձայն դեկտեմբերի վերջի դրությամբ իր տարիքին համապատասխան
համապատասխան դասարանում սովորող 777 երեխայից շուրջ 400-ը տարաճանաչ է, 174 երեխայի մոտ ընթերցողական հմտությունները ձևավորված են։ Մեր հիմնական առաջարկը եւ խնդրանքը մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին եղել է այն, որ եթե իրականացում են ուսումնասիրություններ, փորձեն մեզ տրամադրել այնպիսի օբյեկտիվ խնդիրների ցանկ, որոնք մենք հաշվի առնելով կարող ենք առանձնացնել երեխաների խմբեր, որոնց տեսքում եւս կարող են այդ բացառությունները դիտարկվել։ Ցավոք սրտի մենք նման այսպես վերլուծություն կամ նման առաջարկ չենք ստացել։ Մեր վերանայումները, հետագա որոշումները կախված են լինելու երեխաների ցուցաբերած արդյունքներից։ Ոլորտի փորձագետները սակայն բազմիցս զգուշացնում էին երևույթի բացասական կողմերի ու սպասվող հետևանքների մասին։ Միաժամանակ նկատում ուսուցչի օգնական ինստիտուտը չի կայացել այնքան, որ կարողանա երեխային օգնել միանգամից 2 դասարանի ծրագիր յուրացնել։ Սա մոտավորապես նույն բանն է, որ նախարարությունը առաջարկում է եկեք շենքի երկրորդ հարկը սկսենք կառուցել, զուգահեռաբար կառուցենք նաև առաջին հարկը։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Մանկավարժական տեսանկյունից անհնարին տարբերակ է։ Անհնար է, որ երեխան գա դպրոց եւ միանգամից 2-3 տարվա ծրագիր զուգահեռ յուրացնի։ Անկամ եթե դուք իրեն կցեք 10 ուսուցչի օգնական, ինքը չի կարող եւ առաջին դասարանի ծրագիրը հասցնել եւ երկրորդ։ Որպեսզի ինքը երկրորդ դասարանի ծրագիրը հասկանա, ինքը պետք է առաջի դասարանի ծրագիրը ավարտի։ Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը անկասկած համակարգային լուծումներ է պահանջում, սակայն այդ լուծումները չեն կարող իրականացվել երեխաների հոգեբանության ու առողջության հաշվին։ Մասնագետները պնդում են, կրթական բացերը չեն կարող լրացվել արագացված ուսուցմամբ ու պարտադրողական մեխանիզմներով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Սուր շնչառական վարակները չեն նահանջում, թիրախում մանկահասակ երեխաներն են եւ ողբերգական դեպք Արթիկում քաղաքացին մնացել է բետոնե ծածկի տակ։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները շարունակում են շրջանառվել 2026-ի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը 0-ից 18 տարեկաններն են, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1.3 անգամ, հոսպիտալացված դեպքերի 92.8%-ը 0-ից 18 տարեկաններն են, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդությունը շարունակում է 1.3 անգամ բարձր մնալ։ Հիվանդացիան գրեթե 80%-ը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում, առավել բարձր 0-ից 4 տարեկանների շրջանում։ Նույն ցուցանիշների ուրեմն մի փոքր նվազում են պատում նաև հոսպիտալացումների շրջանում, սուր-շնչառական վարակներով պայմանավորված գրեթե դեպքերի 93%-ը, որոնց կազմում են 0-ից 18 տարեկանները։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, Արթիկում տան բետոնե ծածկը ընկել է 64-ամյա քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Իսկ Արցախից տեղահանված Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների ընտանիքում ծնված երեխաները ևս կդառնան բնակապահովման պետական ծրագրի շահառու, այս եւ օրվա այլ թեմաները հաջորդիվ մեկ տեսաշարում։ 2026-ին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից են տեղեկացրել լրատվամիջոցներից մեկին։ Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրվում է 3, 4 կամ 5 միլիոն դրամ աջակցություն կախված բնակության վայրից։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Արտգործնախարարությունից Ազատությանը պարզաբանել են, թե ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են։ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ընթացքում անդրադարձել էր Հայաստանին, խոսելով ինչպես ինքն է ձևակերպել Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։ 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մահացել է 23109 մարդ։ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում մահացության հիմնական պատճառները։ 23109 մարդուց 11852-ը մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Մահացության թվով հաջորդ պատճառը նորագոյացություններն են։ Հաշվետու ժամանակահատվածում 4661 մարդ մահացել է քաղցկեղից։ Մահվան պատճառի երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են 2286 հոգի, ապա մարսողական օրգանների հիվանդությունները 1106 մարդ։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4.3%, իսկ 2025 թվականի նոյեմբերի համեմատ 2.9%։ Տեղեկացնում է վիճակագրական կոմիտեն, գնաճ արձանագրվել է հանրապետության բոլոր դիտարկվող բնակավայրերում, առավել բարձր Երևանում։ Մսամթերքի շուկայում օրինակ գրանցվել է զգալի թանկացում։ Թռչնամսի գինը տարեկան կտրվածքով աճել է 4.3%, տավարի միսը թանկացել է 11.7%, խոզի միսը 12.7%, գարան միսը 14.1%։ Միայն մեկ ամսում նոյեմբերից դեկտեմբեր մսամթերքի գների աճը կազմել է 0.8-ից 7.4%։ The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում, հատկացնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։ Զբոսաշրջության կոմիտեն սոցցանցում հրապարակել է հոդվածն ու նշել. «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով եւ անկրկնելի բնությամբ»։ Շիրակի մարզում այսօր ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դիկ կա։ Պարզվել է, որ նշված փողոցի 8-րդ հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու բարեկները հայտնաբերել են Արթիկի 64-ամյա բնակչի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ մահացածը գնացել է նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացնի, սակայն այն փլուզվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի ակտիվ ցիկլոնի ներքո, սպասվում են տեղումներ, ձյուն, ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի մոտ 10-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 5 աստիճան տաքություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 2-ից 7 աստիճան, Լոռիում 4-ից 8, Տավուշում 8-ից 12 աստիճան, Հարրատում, Արմավիրում կդիտվի 4-ից 8, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 11-ից 14, Սյունիքի նախալեռներում 7-ից 10 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 5-ից 7, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղ գիշեր եմ մաղթում։